Հովհաննես Թումանյան Մայրը Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալիս։ Ու նրա բույնը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Եվ գարունն էր բացվում, և մեր սրտերն էին բացվում, հենց նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։ Եվ ինչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ իրիկնապահերին իր ընկերների հետ շարվում էին մի երկար ձողի վրա ու կարդում իրիկնաժամը։ Եվ ահա գարնան հետ վերադարձել էր իր բույնը, ձու էր ածել, ճուտ էր հանել, ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռնում կերակուր էր բերում իր ձագերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ կցումը կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ճվճվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ Էն ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից, բայց հենց այդ վայրկյանին, որտեղից որ էր, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ Փիշտ, փիշտ, վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից, նրա շուրջը թռվռալով ու կծահարելով։ Բայց չեղավ, կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենը այնքան արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք երեխաներս մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք մեռած ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։ Կարդաց Հակոբ Գրիգորյանը։